Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ըստ քննչական կոմիտեի նրանք անցնում են Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման գործով։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով։ Նույն գործով ձերբակալվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդին Արտյոմ Խաչատրյանը, Բրյուսովի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և Հարություն Թադևոսյանը։ 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Տեղեկությունը հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նրան ենթադրաբար մեղադրում են ընտրակաշառք տալ կամ ստանալու համար։ Սահակյանին ձերբակալել էին 3, այսօր արդեն կալանավորելու որոշում է կայացվել։ Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, սոցցանցի իրերում հայտնել է փաստաբան Վարազատ Հարությունյանը։ Խոսքը 2023 թվականի սեպտեմբերին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու մասին է։ Մեջբերում փաստաբանի գրառումից։ Ընդ որում 3 տարի շարունակ 2023 թվականից նախաձեռնված վարույթով որևէ գործողություն չկատարելուց հետո օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննություն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ մեջբերման ավարտը։ Ռուսաստանը Հայաստանին կխնդրեր արագ որոշել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում, նշել է Դաշնության նախագահը։ Պուտինի խոսքով ժամանակին հենց Երևանի խնդրանքով է Ռուսաստանը պնդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա կցանկանար, որ ապագայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի չափանիշները համընկնեն, ձևավորելով միասնական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ, սակայն ներկայում դա անհնարին է։ Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ըստ նրա, այս հարցի շուրջ քննարկումներն այժմ ընթացքի մեջ են։ Գալուզինը շեշտել է, որ Դաշնությունը աջակցում է Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային կապերի լիակատար ապաշրջափակմանը, ինչը անհրաժեշտ է 3+3 ձևաչափի շրջանակում լիարժեք աշխատանքի համար։ Բացի այդ, Պաշտոնյանը հայտնել է, որ Վրաստանը կարևոր գործընկեր է այս հարթակի համար և առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիարժեք չեն լինի։ Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող քաղաքներին։ Լիբանանյան աղբյուրների հաղորդմամբ օդային հարձակումների են ենթարկվել Նաբաթիա, Թուլ, Թուլին, Կաբրիխա և Տիր բնակավայրերը։ Սա տեղի է ունեցել օրեր առաջ Վաշինգտոնում համաձայնեցված հրադադարի ֆոնին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։ Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվել է 215 կողմ 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթղթի հաջորդ կանգառը Կոնգրեսի վերին պալատն է, Սենատը, որտեղ նույնանման նախագիծ եւս շրջանառվում է։ Երկու պալատների վերջնական որոշումից հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պնդել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն իսկ ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ինչպես շեշտել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Հանզալա իրանական հաքերային խմբավորումը հայտարարել է իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին։ Ըստ տարածված հաղորդագրության սպան մահացել է իր անձնական ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից։ Թիրախավորված անձը ենթադրաբար ղեկավարում էր Իրանի դեմ ուղղված ներթափանցման հատուկ ստորաբաժանումը։ Խմբավորումը պնդում է, թե գործողությունն իրականացրել է ամիսներ տևող հետախուզական դիտարկումներից եւ մշտական հետևումից հետո։ Իսրայելական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս միջադեպը կամ որևէ աշխատակցի կորստի փաստը։
אנחנו לא מוכנים להמשיך. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խիստ քննադատել է Լիբանանի հետ հնարավոր հրադադարի հաստատումը, հայտարարելով, որ նման համաձայնագիրը մեծ սխալ է։ Նա պահանջել է անհապաղ հրավիրել կառավարության նիստ հրադադարի հարցով քվեարկություն անցկացնելու համար եւ շեշտել է, որ զինադադարի կնքումը կոպիտ սխալ է։ Նախարարը նաեւ հայտարարել է, որ հրադադարը ընդհանրապես պատրանք է, որը առաջ են մղում այն խորհրդականները, ովքեր վարչապետ Բենյամին Նեթանյահուին դրդում են սխալ եւ անհաջող որոշում ներկայացնել։ Ավելի վաղ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտնի էր դարձել, որ Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հարցում։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ պետք է ստանձնի Լիբանանի բանակը, դուրս մղելով ոչ պետական զինված խմբերին։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում Lufthansa ավիաընկերության Boeing 787 ինքնաթիռի առջևի հենասարքը կոտրվել է։ Տեխնիկական այս խափանման պատճառով օդանավի քթամասը հպվել է գետնին։ Միջադեպի ժամանակ անձնակազմի մի քանի անդամներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։